Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է, վերելք հաղորդաշարը շարունակում է ձեզ ներկայացնել ազգային վերելքի ուղի անունով գործողությունների համապարփակ ծրագիրը։ Մենք արդեն ձեզ ներկայացրել ենք 5 այսպես խորհուրդներ, նվիրյալների խորհուրդը, որը սա համակարգը աշխատացնողն է, արժե համակարգային խորհուրդը, որը պիտի տա ապագապետության տեսլականը ու նաև քայլերի համակարգ, թե ինչ կերպ կարելի է հնարավոր նվազագույն կորուստներով դուրս գալ այս վիճակից, աշխարհաքաղաքական խորհուրդը ներկայացրեցինք, որը մեզ պիտի տա կարևոր հարցերի պատասխան, թե ինչ ուժեր են ներգրավված այսօր այստեղ, որ հակահայք ծրագրեր ունեն, ինչ ծրագրեր ունեն եւ ինչ կերպ են նրանք ազդելու մեր վրա, սա պիտի իմանանք, որպեսզի հակազդելուց կամ զգուշանալու հարցում մոլորանքների մեջ չլինենք։ Այնուհետև պատմագիտական խորհրդի մասին խոսեցինք, որը տվեց պիտի տա այն հարցերի պատասխանը, թե հայությունը վերելքային ինչ փուլեր է ունեցել իր պատմության մեջ, ինչ արժեքներ է ունեցել կյանքի կազմակերպման, ինչ սկզբունքներ, ինչ հիմնասյուներ, պետական կառավարման ինչպիսի կարգ, որը կարողացել է ապահովել իր բարձր տեղն ու դիրքը աշխարհում եւ արդյոք ունեցել է առաքելություն այս աշխարհում, թե չէ։ Այս պատմաքաղաքական բաժին այդ հարցի պատասխանը պիտի տա, նաև խոսացել ենք մենք անկումի պատճառների վերհանման բաժնի խորհրդի մասին, որը մեզ ներկայացնելու էր, թե եթե մենք ունեցել ենք վերելքային փուլեր, ապա ինչ փուլերով ենք ընկել, երբ ենք խաթարումներ ունեցել եւ դրանք ինչ հետևանքներ են ունեցել մեր վրա ու նաեւ վերջնարդյունքում պիտի տար այս իրականության ամբողջական պատկերը, տխուրը կլինի այն թե չէ, պիտի լինի մեր ձեռքի տակ, եթե մենք իրականությունը չճանաչենք, ապա ոչինչ էլ անել չենք կարող։ Հիմա ենթադրում ենք, թե այդ ամենը կա։ Բոլոր տվյալները եկել է նվիրյալների խորհրդի առջև։ Բայց ես սկզբից նախ ներկայացնեմ նպատակը, որպեսզի թարմացվի, թե որն է այս ամենի նպատակը, ես շատ արագ ընթերցեմ, ուրեմն նպատակը որն է։ Երկիրը ներկա դժվարին վիճակից հնարավոր նվազագույն կորուստներով հանելու, մեր տեսակի հարատևումը եւ առաքելության իրականացում ապահովելու համար հարկավոր է իրականացնել ժողովրդի մտածողության արմատական վերափոխում, հասնելով ազգային անհրաժեշտ ինքնակազմակերպման, կարգի բերել Հայաստանը, հզորացնել այն, ստեղծել իրական ազգբանակ, կարգի բերել Սփյուռքի մեր համայնքները, հզորացնել դրանք, ակտիվ մասնակից դարձնել տվյալ երկրների հասարակական քաղաքական կյանքին եւ ունենալ մեր լոբինգը աշխարհի պետությունների մեծ մասում, ներգրավել միջազգային կառույցներում, հիմնել համաշխարհային համայնքական կառույց, իմի բերելու հայության տնտեսական, գիտական, ռազմական, ֆինանսական եւ այլ հնարավորությունները ազգային գերնպատակին հասնելու համար եւ այս ամենը անելով կվերածվենք համաշխարհային գործոնի եւ արդեն շատերը տեսնելով մեր հնարավորությունները կձգտեն դաշնակից լինել մեզ։ Սա իրականացնելու համար առաջարկում է ստեղծել նվիրյալների խորհուրդ, ես շատ արագ սեղմեմ, որտեղ սա շատ կարևոր է, սա ճիշտ ձևավորումը, ճիշտ խնդիրները ֆիքսելը։ Նվիրյալների խորհուրդը այս խնդիրը որպեսզի լուծի, ինքը պետք է հստակորեն ձևակերպի լուծման կարիք զգացող հասարակության առջև ծառացած խնդիրը, մշակի ազգային վերափոխման եւ ինքնակազմակերպման ծրագիր։ Սրանց մասին ես մանրամասն խոսացել եմ նախորդ թողարկում եւ դրա մեջ արագ եմ ասնում։ Ընդունի, որ մարդու մեջ խտացված է ժողովրդի ողջ անցյալը եւ համապատասխան ազդման ոչ ստանդարտ համակարգի գործողության շնորհիվ հնարավոր է արմատապես վերափոխել մարդուն տիրապետի դա անելու գործիքներին, հարկ եղած դեպքում մշակի վերափոխմանը նպաստող կրոնահավատքային անհրաժեշտ փոփոխություններ, բարեփոխված տարբերակը պիտի առնչվի ազգի պատմությանը, դրա մեջ պիտի հստակորեն երևա ժողովրդի առաքելությունը եւ նրա դերմարտության մեջ անհրաժեշտության դեպքում ֆիքսում են։ Մշակի վերափոխման եւ ապագա պետության գաղափարական հիմնադրույթները, համակարգի ազգային վերափոխման եւ ինքնակազմակերպման ողջ գործընթացը վերջնարդյունքում ստանձնի խորքային իշխանության դերը։ Հիմա նպատակը բարձեցինք, խորհուրդն էլ հասկացանք, հիմա ինքը այս 5 բաժինների աշխատանքները ենթադրենք, թե արվել է եւ գալու է հարցը։ Իսկ ինչ անենք։ Պատկերը ունեցանք, նպատակ իմացանք, վտանգները իմացանք, ով ենք եղել իմացանք, ինչ արժեքներ, ինչ վիճակ է, դա էլ հասկացանք։ Հետո դրանից հետո, որպեսզի արդեն շարժ լինի, առաջարկում է, որ նվիրյալների խորհուրդը հիմնի մի ուրիշ խորհուրդ, այստեղ կա մի հատ ուրիշ խորհուրդ, որը պիտի մեզ տա անելիքները, ինչ ենք անելու մենք։
վերափոխման առաջարկների բաժին։ Այսինքն ինչ-որ հատուկ մարդիկ են, որոնք այս ամենը ունենալով աշխարհի փորձին տեղյակ են, համակարգային մտածողություն են, մեզ պիտի գան ասեն ինչ-որ ահա այս քայլերը եթե դուք անեք, կարողանաք այդ նպատակը, որ ֆիքսել եք, դրան հասնեք։ Ես ներկայացնում եմ իմ պատկերացումները, դա տասնամյակների, 20-ամյակների հետազոտությունների արդյունք է, նաև աշխարհի փորձը հաշվի առնելով, ես հիմա ներկայացնում եմ իմ պատկերացում, եթե ինձ հանձնարարեին, ասենք վերափոխման առաջարկների խորհրդի ձևավորումը, կազմավորումը, ես ասենք այդ խորհրդի արժև ինչ թղթեր կդնեի, այսպես ասած, գաղափար են ասում բալվանկա, որի շուրջ ասենք կգնար քննարկում։ Մտածեք ինչ եմ առաջարկում ձեզ։ Նվիրյալների խորհուրդը հիմնում է վերափոխման առաջարկների բաժին, որը հիմք ընդունելով վերաբերյալ բաժինների եզրահանգումներ այդ խորհուրդների ինչ է անում։ Ներկայացնում է հաշվարկ Հայաստանում երկրի եւ ժողովրդի ճակատագրով իրապես անհանգիստների քանակի եւ նրանց տիրապետած ռեսուրսների մասին։ Դուք պիտի իմանաք իրական հայեր, ես իրենց ազգակիր եմ կոչում, որքան են եւ ինչ ռեսուրս ունեն, դա ձեր ապագա զորքն է, դուք պիտի պատկերացում ունենաք։ Թվականակի հետ կապված ես պնդում եմ, որ 60,000 են ազգակիրները, այ ռեսուրսների մասին չեմ կարող ասել։ Նաեւ մեզ պետք է այդ պատկերը իրենց մտավոր հնարավորությունները, ֆինանսական հնարավորությունները, որտեղ այդ տեսակը այսօր կանգնած է կործանման վտանգի առաջ։ Մենք պիտի իրեն իմի բերենք, որ ինքնապաշտպանության, ինքնապահպանման մասին գնա խոսք։ Ներկայացնում է հաշվարկ Սփյուռքյուն երկրի ու ժողովրդի ճակատագրով անհանգիստների ներուժի մասին, մշակում է նրանց մոբիլիզացիայի ծրագիր, գնում է համահայկական համաշխարհային մոբիլիզացիա, բայց ոչ թե ողջ հայության, դուք երբեք էլ չեք կարողանալ, տեսնում եք ինչ շերտեր կա, ազգակիրների մոբիլիզացիա, ծանրաբար գործ է սա, բայց եթե մենք չանենք, հայեր ջան, մնալու ենք պատմության էջերում։ Այնուհետև, երբ որ սեփական ուժերի պատկերը ունենալուց հետո հաշվարկում է, թե հակառակորդի ծրագրի մաքսիմալ, միջին, մինիմալ նպատակներից որին եւ որ չափով դիմակայելու ռեալ հնարավորություններն առկա։ Այստեղ իրենց պիտի տան տվյալներ աշխարհաքաղաքական հետազոտությունների խորհուրդ, որպեսզի ահա այս ուժերն են մեր դեմ գործում եւ ահա իրենց նպատակները սա է՝ մինիմալ, մաքսիմալ եւ միջին, որպեսզի մենք էլ ընդհանրենք ես եմ այդ խորհրդի ղեկավարը, ասենք ես էլ ասեմ, ահա քանի եթե իրանց մաքսիմալ ծրագիրը սա է, մենք ունենք այս ռեսուրսը, կարող ենք պաշտպանվել կամ չենք կարող, այս հարցերը պիտի տա, անչափ մտքատար է։ Եվ 3 տարբերակ, ես ասենք, ընդհանրենք խորհրդի ղեկավարը ես եմ, ես 3 բաժին կստեղծեի, առաջի բաժնին կասեի։ Ներկայացրեք Հայաստանը ներկա սահմաններում պահել կարողանալու ռեսուրսի հաշվարկ։ Ասենք պիտի դուք իմանաք այն ուժերը, ովքեր որ չեն ուզում, որ Հայաստանը այս սահմաններում մնա, դուք հաշվի առնելով մեզ ներկայացրեք մեր ռեսուրսը հաշվի առնելով հաշվարկ կարող ենք թե չենք կարող։ Եթե կարող ենք ինչեր անենք, եթե չենք կարող, այդ դեպքում ինչ անենք։ Մի բաժինը սրանով է զբաղվում։ Երկրորդ բաժինը ներկայացնում է տարածքային հնարավոր կորուստների դեպքում ել ավելի վհատված ժողովրդի հետ տարվելիք աշխատանքների բնութագիր։ Սա լրիվ հնարավոր է։ Երկրորդ բաժինը այս հարցի պատասխանը պիտի տա։ Ենթադրենք ինչ որ էլի տարածքներ խլեցին, ինչպես արել են, հավաքվեց, ժողովուրդը խառնվեց, ինչ է կանելու մենք ազգակիրներս։ Մենք մեր ծրագիրը պիտի ունենանք։ Եվ երրորդ բաժինը, շատ տխուր բաժին, պիտի ներկայացնի պետության հնարավոր կորստի դեպքում ժողովրդի լիակատար ու ծածումը կանխող համակարգի բնութագիր։ Ենթադրենք ամենատխուր բան եղավ եւ պետությունը վերացավ, որ այդքան էլ անհնար բան չի, հաշվի առնելով աշխարհաքաղաքական ուժերի ցկտումները, ծրվեցինք կամ այստեղ պարփակվեցինք, ինչպես ենք ազգակիր տեսակին պահում այդ դեպքում։ Սրա վերահամարել մենք պիտի ունենանք։ Մենք գիտեք որն է, մենք մի օրով ենք ապրում։ Վաղը մյուս օրը մի կես տարի հետո ինչ կլինի դրան ինչպես պատրաստ ենք չկա մեզանում։ Ես մի սա եմ առաջարկում։ Ես հասկանում եմ դժվար ըմբռնելի ընկալելի է, բայց եթե ուզում ենք ապրել, մենք պիտի փոխվենք։ Այն ձևով որ մենք չենք կարող գոյություն ապահովենք։ Հաջորդը այս բաժինը խորհուրդը այս ամենից ելնելով ընդհանրենք բոլորը կազմում է գործողությունների իրատեսական պլան, արդեն սեփական մաքսիմալ միջին մինիմալ նպատակներ ուրվագծելով։ Հաջորդը ներկայացնում է ժողովրդի ներկա անառողջ վիճակը ջարդելու, ժողովրդի մոտ առողջ
շրջանին բնորոշ հատկանիշների վերականգնելու ունակ վերափոխիչ համակարգ։ Շատ բարդ գործ է, սա թեմա է, որը մեր քաղաքական դաշտի ուշադրությունից դուրս է, նորից եմ կարդում։ Ներկայացնում է ժողովրդի ներկա անառողջ վիճակը ջարդելու, ժողովրդի մոտ իր պատմականորեն առողջ շրջանին բնորոշ հատկանիշների վերականգնելու ունակ վերափոխիչ համակարգ։ Այս ուղղությամբ մտածող չկա Հայաստանում։ Հաջորդը ներկայացնում է ժողովրդին իր առաքելության մատուցման եւ դեպի դրա իրականացումը մղում առաջացնելու եղանակ։ Սա նեղ շրջանակների համար չբացեմ։ Հաջորդը ներկայացնում է առաքելության իրականացմանը միտված հասարակական նոր հոսանքի ստեղծման եղանակ, որը կառավարելով քայլ առ քայլ կիրականացվի ժողովրդի մտածողության արմատական վերափոխում, որի կարիքը կա։ Ես քանիցս հիշեցնում եմ, որ 100 տարի առաջ են սահմանել, որ բուժման կարիք ունի, ուտացած հայկական զանգվածներին հարկավոր է նորից վերստին ազգ դարձնել, այս խնդիրը մնաց չլուծված, ու այսօր պարզ դուք տեսնում եք եւ կախված ենք անդունդին։ Հաջորդը այս բարդ խնդիրը լուծելու համար, որպես դուք ժողովրդի մտածողություն փոխեք, ներկայացնում է մարդու ենթագիտակցության վրա գրոհելու համար հանրային գիտակցության խաթարված լինելու պատճառով, որակն է դուք տեսնում եք, նախատեսված ազդման ոչ ստանդարտ համակարգ, որը նպատակ կունենա արթնացնել նրա գենային հիշողությունը, ներառելով հետևյալ տարրերը։ Այս տարրերը ես որ հիմա ներկայացնելու եմ, ես ինքս ուսումնասիրել եմ որոշ ժողովուրդների, որոնք համանման իրավիճակում կարողացել են ժողովրդի մտածողության արմատական վերափոխում անել, ես պեղելով ինչ որ դուրս եմ բերել որոշ քայլեր, որոշ գործիքներ, գործողություններ, որ արել են եւ ես համակարգած հրատարակել եմ, հիմա ես նորից ձեզ ներկայացնում եմ, թե ինչի կարիք կա, եթե դուք մենք ուզում ենք այս բազմությունից իրական ժողովուրդ ունենալ։ Ես ասեմ հիմա շատ բարդ է, երբ որ երկի ես գրում էի կոնսերվատիվ հեղափոխություն, այլ իրականություններ, այլ իշխանություններ, ժողովրդի այդ հիվանդագին հատկանիշները այդքան է խթանված չէին, իսկ ես վերջի 7 տարում նպատակային կերպով խթանվում եմ եւ հիմա շատ ծանր վիճակ է այս առումով։ Նույնիսկ այնքան ծանր, որ ես երբեմն դա կողք եմ դնում եւ ասում եմ հարգելիներս, եկեք ազգակիր տեսակի փրկությամբ զբաղվենք։ Նոր հետո կգանք ժողովրդի, բայց քանի որ մենք գլոբալ համահայկական ծրագիր ենք ուզում ներկայացնել, մենք չենք կարող դա բաց թողնել։ Ինչ որ մի բաժին պիտի դրանով զբաղվի։ Երկրորդական բաժին կլինի, երրորդական կլինի, իհարկե առաջնակարգ ազգակիր տեսակի փրկությունն է։ Հիմա այդ գործիքները եմ ես ներկայացնում։ Ուրիշներ ինչպես են արել, որ կարողացել են իրեն ժողովրդի մոտ փոխել։ Այս կետերը նաև ազգակիրների համար են պետք, որովհետև ազգակիրները բոլորը չի, որ բոլորը նույն բարձր ոգեղին զարգացման մակարդակի վրա են։ Հետո կարդամ կետերը։ Ինչ մեխանիզմներ են կիրառել։ Հայրենիքի սրբացված ընկալման հաստատում ժողովրդի մոտ։ Վեհության դրթող ծագումնաբանական տեսության մատուցում։ Սա անհրաժեշտ է եղած վհատությունը, անուժականությունը փարատելու եւ վերափոխման նախապատրաստություն ապահովելու համար։ Ես սա որ գրում էի ադրբեջանական փորձը դեռ չկար աչքիս դեմ, բայց հիմա որ պարզ նայում եք, հեսա ինչ ան, պատմություն են կեղծում իրեն, ինչի համար։ Իրենց աչքերը որ փայլեցնեն, մենք հին եւ այլը սա են կարել, գողանում են սրաններից ինչի համար։ Հենց այս իրեն ժողովրդի ինչ որ վերափոխման համար, իրենց նպատակների ելնելով իհարկե։ Մտածողության վրա ազդող յուրահատուկ կարգախոսների ստեղծում։ Հաջորդը ժողովրդին ոգևորող գործողությունների տրամադրող գրքերի, ֆիլմերի, նկարների, պլակատների ստեղծում։ Հիմնի հատուկ նոր ծեսերի, տոների ստեղծում, հնի վերականգնում։ Այդ հին պարտադիր չի պետություն լինի։ Դուք ինչ որ հոսանք եք ստեղծել, շարժում եք ստեղծել, հատուկ ծեսերով, տոներով, այսպես վերականգնում եք, հիմնել եք, վերականգնում, նորեր եք ստեղծում հաշվի առնելով, որ դուք ժողովրդի մակարդակը այսպիսին հոգեվիճակը դուք ուզում եք բարձրացնել այստեղ, իր մեջ այդ ներուժը պիտի ունենա եւ ծեսը, եւ տոնը, եւ ամեն ինչ եւ երաժշտությունը։ Յուրահատուկ խորհրդանիշների ստեղծում, սրանք էլ բավական ազդու են,
Ժողովրդի ոգևորում նրա դրական հատկանիշների ներկայացմամբ իսկ մեր ժողովուրդը լիքը բավական դրական հատկանիշներ ունի։ Մենք հիմա չենք տեսնում վատը ծածկել է, բայց նայեք ուրիշները, որ գալիս են այստեղ, անգամ այդ ձեր ասած քաղաքակիրթ Եվրոպաներից ապշում են, թե հայ ժողովուրդը ոնց է մարդասեր, մարդկությունը, եթե ինչ-որտեղ կա, այստեղ է մնացել։ Ճիշտ է, խաթարումներ է շատ, բայց այդ մոխրի տակ իրականը կա, այդ լավ հատկանիշները պիտի դուրս բերենք ու ոգևորենք, իսկ մենք անընդհատ իրեն վատաբանում ենք, դառնալով գործիք ուրիշների ձեռքին։ Ազգը միավորող թագավորների, հերոսների կերպարների ստեղծում, ժողովրդի մոտ հերոսական շրջանի հանդեպ կարոտի առաջացում, խստագույն կանոնակարգով առաջնորդվող էլիտայի ձևավորում, ժողովրդի մոտ առաքելակիր առաջնորդի սպասման առաջացում, ով կվերադարձնի հերոսական հինանցյալը։ Այստեղ ասեմ, ես բերում եմ այն կետերը, որ ուրիշները կիրառել են։ Գուցե այստեղ որոշ կետեր դուք ինձ համոզեք, որ Հայաստանում դրա կարիքը չկա, բայց եթե ես ներառել եմ, նշանակում է գտել եմ ինչ-որ չափով, որ կարիքը կա։ Կարող եք նաև լրացնել, որովհետև ես աշխարհի փորձը չունեմ, ինչ-որ որոշ փորձեր ունեմ, դուք էլ լրացնեք, շատ ուրախ կլինեմ։ Աջորդը ազգի առաքելությունը ընկալող առաջնորդի ձևավորում ծրագրից առաջնորդի չշեղման համակարգի մշակում։ Հիմա դուք շատ փրկիչ եք ուզում փրկիչ։ Այդ փրկիչը գալու ինչ անի։ Գոնե պատկերացում ունեք ինչ խնդիր է ինքը լուծելու, որտեղից ուր է տանելու ժողովրդին։ Եթե հասարակության մեջ այդ բանը չկա, էլիտան գոնե խնդիրը չի ձևակերպել, թե ինչ է պետք անել, այդ փրկիչը չի գա։ Ճիշտ է, Աստված կարող է բացառություն անի, ինքը ձեր փոխարեն մտածի եւ ուղարկի, բայց դուք պահանջարկը պետք է ձևավորեք։ Մենք ուզում ենք այստեղից գնալ այսինչ տեղ, այս ուղի մեր ուժը չի երիկում, Տեր Աստված մեկին ուղարկի, դեպքում կգա։ Այնպես չի լինի, որ դուք ոչինչ չանեք այս կետերից եւ ասեք դե թող փրկեն։ Հակափրկիչ կուղարկեն։ Հաջորդը այստեղ կար առաջնորդի չշեղման համակարգի մշակում, ճիշտ է, այդ առաջնորդը որ գա ինքը արդեն գիտի ինչ է անում, բայց ամենայն դեպս որպեսի չտարվի եսասիրությամբ, ինչ որ պիտի համակարգեր ունենանք այդ փուլում։ Այ նվիրալների խորհուրդը պիտի դա իր ձեռքը վերցնի։ Քաղաքականության գործիքների շաղախում էպոսի գաղափարներով, այնտեղ շատ բան կա, հարգելիներս, մեր էպոսի մեջ շատ բան կա, եւ արժե համակարգը կա, եթե շատ որոնեք, եւ պետության կառավարման համակարգը կա, եւ դրական հատկանիշները կա, եւ թշնամիների հետ վարվելու շատ բան կա այդտեղ, այդ պիտի դա բացվի, այդ էպոսը հենց այնպես սովորական պատում չի։ Հաջորդը կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող յուրահատուկ երաժշտության համակարգի փաղագծում խնջույքի երգտոների երգքայլեր եւ այլն ստեղծում։ Սա անչափ կարևոր է, քանի որ ազդում է ենթագիտակցության վրա։ Այդ երգերի, բառերի ու երաժշտության մեջ պիտի լինեն հուշեր վերենշված կետերից։ Երաժշտության ստեղծմանը կոմպոզիտորներից բացի պիտի մասնակցեն նաև թաքնագետները։ Ինչու սրա կարիքը կա, որովհետև դուք էլ տեսնում եք հասարակական գիտակցությունը խեղված է։ Խոսքով քիչ հավանական է, որ դուք կարողանաք այդ խեղումը շտկել։ Իսկ երաժշտությունը ներթափանցում է ենթագիտակցության մեջ, դրա դեմ մարդիկ չեն կարողանում դիմադրել եւ ասենք գնում է վերափոխում։ Ես միշտ մի օրինակ եմ բերում, ժամանակներ առաջ Հունաստանում ինչ որ մի դեպք էր եղել մի երեխայի պատանու ոստիկանները ինչ որ ճնշել են, կարծեմ մահացել է, եթե չեմ սխալվում ազգությամբ էլ հայր եւ մայրաքաղաքը սրբեցին երիտասարդները։ Ավերեցին որպես պատիժ թե ինչ իրանք ունեք հարգելի իշխանություններ այդպես բան անեք եւ մասնագետները փորձել են հասկանալ որտեղից է երաունդը այս պաթոսը որ մարդիկ դուրս եկան երիտասարդները փողոց եւ եկան այն պարզեցի որ Հունաստանի համալսարաններում ընդմիջումներին ազգային երաժշտություն է հնչում ընդհանրեն արբարը չկա ու այդ երաժշտությունը այնպես էր ազդել այդ մարդկանց վրա որ փոխել էր մտածողությունը եւ հենց որ խնդիրը այնպես է դուրս են եկել ասա անչափ կարևոր է ասում քանի որ գիտակցությունը խաթարված է այստեղ այլ ձևերով պիտի դուք կարողանաք մարդու ենթագիտակցության անգիտակցականի մեջ ներթափանցեք եթե դուք ուզում եք փոխեք խոսքը քիչ է դուք էլ տեսնում եք հիմա գնացեք քարոզարշավ եք անելու մարդիկը դուք չեք կարող փոխել իրեն չի ընդունելու ոչ մի տրամաբանություն ոչ թե ինքը ձեզ հակազդելու է արգելակելու վերջ ուրիշ ձև պիտի դուք մտնեք իր գլխի մեջ եթե դուք իհարկե ուզում եք որ չմնանք պատմության էջերում
Հաջորդը մտածողության տիպերի առանձնահատկությունների հաշվի առնում, սա էլ կա, սա ինձ հուշել են տեղյակ մարդիկ, որ բոլորի հետ նույն կերպ չես կարող առնչվել, եթե դու ուզում ես գնաս վերափոխման։ Սա արդեն այդ կետն էր, որտեղ 15 կետ ես նշեցի ազդման համակարգի համար, դուք կարող ինքներդ էլ ավելացնեք, ասացի կարող եք մերժել։ Հաջորդը այդ կետի այդ խորհրդի համապատասխան հասարակական շարժման ստեղծում, ասենք այս ամեն ինչ դուք մշակեցիք, սկսում եք ազդել, դուք պիտի հոսանք առաջացնեք, մտածողական այլ տեսակի այդ հոսանքը սկսեք առաջացնել։ Օգտակար է, սա ես բերում եմ աշխարհի փորձից, տեսեք ուրիշ որպեսզի այդ շարժումը հաջողություն ունենա, ինչ էին անում։ Օգտակար է շարժումը այն մարզի կամ շրջանի ներկայացուցիչների ղեկավարմանը հանձնելը, որոնց բնակիչները արդարության, պետականության ընկալման առումով առավել պիտանի են։ Հասկանում եք, դուք եթե նախանձախնդիր եք եւ ուզում եք, դուք նայում եք, հետազոտում եք նախապես, որ Հայաստանի որ շրջանը որ չափով է աղավաղված, որ չափով է պետականությանը կրում եւ աշխատում այնտեղից բերել մարդկանց, որտեղ նրանց մոտ զգացողություն ավելի շատ է, նրանք քիչ հավանական է, որ գայթակղություններին կտրվեն։ Հիմա այս ամեն ինչ որ ես ձեզ ներկայացրեցի, այս մեթոդը առավել մանրամասն ներկայացված է իմ կոնսերվատիվ հեղափոխություն գրքում, այն կա համացանցում, այն կա հենց կոնսերվատիվ հեղափոխություն անունով Facebook-յան խմբում, բացի գրքի էլեկտրոնային տարբերակը, ես վերելք հաղորդաշարի եթերում այն մանրամասն ներկայացրել եմ 11 ժամանոց մի տեսանյութ կա, որը դրված է կոնսերվատիվ հեղափոխություն անունով խմբում, ինչպես նաև ազգային վերելքի ուղի Facebook-յան խմբում, այնտեղ գիրքը գրվել 2007-ին, հետագա տարիներին էլի վերլուծություններ, փոփոխություններ, լրացումներ, ես այդ տեսանյութի մեջ ավելի հանգամանալից եմ ներկայացնում։ Բացի այդ գիրքը գրելուց ամեն ինչ չի, որ տեղավորում ես գրքի մեջ, մյուս կողմից 2007-ին, երբ որ գիրքը ես հրատարակում, ես գիտեի, որ դա ցնցող է, մարդկանց մտածողություն ես փշրում, կարող է սվիներով ընկալեն եւ ամեն ինչ չի, որ այդտեղ տեղադրել էի։ Իսկ հա այս տեսանյութի մեջ ես ավելի շատ փակագծեր եմ բացել։ Եվ ազգային ինքնակազմակերպման ուղղված քայլերի ներկայացում, այս բաժինը, այդ խորհուրդը նաև պիտի ասի ինչ քայլերով մենք գնանք ազգային ինքնակազմակերպ, ինչ որ համակարգ պիտի ներկայացնի։ Ես ձեզ հետո կներկայացնեմ դա, այդ մշակումը կա։ Եվ վերջի կետը, այդ ամենանորից հետո վերջ-վերջը դուք ապագա պետության մանրակերտ պիտի ստեղծեք, սա է աշխարհի փորձի ինչ հիշում, ճիշտ հիմքերի վրա դրած։ Ես հիմա շատ եմ հանդիպում, որ ասում են այս պետությունը այլևս վերափոխել հնարավոր չի, խաթարված է սյուները բոլորը փտած են, նորն է պետք։ Այ հիմա ես այստեղ առաջարկում եմ հենց այսօրվանից ապագա պետության մանրակերտը ստեղծել, փորձարկել եւ ոչ թե ինչ որ երաշխով գալ իշխանության տոնով փորձել, ժամանակ չեք ունենալու։ Կան դրեր, մարդիկ եւ այլն։ Սա պիտի էլի տա, այս խորհուրդ ծանր ու բարդ գործ է, ես բայց հույս ունեմ, որ Հայաստանում կգտնվեն այդ մարդիկ, որոնք այս ուղղությամբ մտածումներ ունեն եւ կարող են օգտակար լինել։ Սա եթե չեղավ, այս համակարգը դուք ոչինչ էլ չեք կարող անել։ Ես մի օր ներկայացրեցի, դուք զուգահեռ եք քաղաքական դաշտում, ինչ որ մարդիկ անցափահարում եք, անուններ եք տալիս, քանիսը սրա վերաբերյալ մտածումներ ունեն եւ ընկալում են։ Ու դուք սրանով կարող եք նաեւ չափել։ Ով է։ Եվ գալիս ենք, ընդհանրենք այս ամենը եկավ դրվեց, խորհուրդը տվեց, խորհրդի ղեկավարը նայել տարավ, տվեց նվիրյալների խորհրդին, նվիրյալի խորհուրդը այս ամենը համատեղում է եւ ասում հարգանիշ, լավ, այսպես ասեցիք, այսպես ասած բերանացի, այս անենք, բա հիմա դեկեք մեզ առաջարկեք ինչ կառույցներ, ինչ խորհուրդներ ստեղծենք, ինչ բաժիններ, ենթաբաժիններ, որ կարողանանք այս ծրագիրը իրականացնենք։ Այսինքն մի ուրիշ խորհուրդ է պետք, որը ես կոչում եմ համակարգաստեղծ բաժին, որ արդեն պիտի բլոկ սխեմաներով ցույց տա ձեզ։ Ահա սրանք ստեղծում է տեղեկություն այստեղից գնում այստեղ եւ այլն։ Սա հիմա ես ներկայացրել, սա ամենասկզբի մասն է։ Սա երկրորդ փուլն էր, արդեն 7 բաժին, 8 բաժին, ասենք մենք այստեղ ներկայացնում ենք։ Ես հիմա փաստորեն նաև այդ գործն եմ անում, այս բաժնի գործանում եմ, բլոկ սխեմաներով ձեզ պատմում եմ։ Թերի է, անթերի է, դա արդեն կյանքը ցույց կտա, ես կսպասեմ դեր առաջարկներին։ Ուրեմն ներկայացնում է վերաբերյալ իրականացնելու ունակ կառույցի նախագիծ, կառուցվածքի նախագիծ։ Եվ վերջի բաժինը, որ այսօր ես նախատեսել եմ, նրա մասին խոսենք,
կարճ բառերով եմ գրել, կոչվում է հանրային մտածողության արմատական վերափոխման խորհուրդ։ Սա ծանրից մեկն է, քանի որ հասարակության մտածողությունը արմատական վերափոխման կարիք ունի եւ բարդ համակարգ ներկայացնի։ Այս ես որ քիչ առաջ ներկայացրեցի այդ կետերը, միտված էր դրան, որպեսզի դուք հիմք ունենալով կարողանաք ժողովրդի մտածողության արմատական վերափոխում ունենաք, բայց ինչ որ ես ասում, սա դեռ ամբողջը չէ, լրամշակման կարիք կա, սոցիոլոգիական հետազոտությունների, հոգեբանական, ըստ մարզերի, շերտերի, հիմա դուք անընդհատ տեսնում եք, չէ, շերտեր ինչքան գնում եք, այնքան խորշում եք, այս պատկերը պիտի լինի, հետո ինքը այդ բաժինը ներկայացնի այդ ամեն ինչը, ինչպես հաղթահարել։ Այստեղից պետք է օգտվենք մենք Նժդեի աշխատությունից, Հայկ Ասատրյանի աշխատությունից, Հայաստանը նկատի ունեմ, իմ կոնսերվատիվ հեղափոխությունն նվաստս առաջարկում է, դուք էլ եթե կունենաք, դուք էլ կառաջարկեք, աշխարհի փորձը պետք է ուսումնասիրվի, բերվի եւ ասի, ահա այսպես են իրենց խեղված ժողովրդին վերափոխել, մենք էլ սա ենք առաջարկում, ունենանք ձեռքի տակ եւ փորձենք անենք։ Մի օր մենք սրա առաջ կանգնելու ենք, հասկանում եք։ Եվ վերափոխման առաջարկների բաժնի այդ առաջարկները որ կար, սա ինքը պիտի փորձի իրականացնել լրամշակումներով։ Այսօրվա համար ես այսքանն էի նախատեսել, իհարկե ազգային վերելքի ուղի գործողությունների ծրագիրը չավարտվեց, հետո էլի կարևոր բաներ մնացին, մենք պիտի ներկայացնենք, թե իսկ այսօր այս պահին այս բոլորը տեսական էր։ Այս պահին մենք ինչ ենք անում, որպեսզի կարողանանք ազգակիրների շերտին հեռու պահենք խաթարումից, ուսացումից եւ այլ, ու այնուհետեւ մտածենք, թե ապագա պետության մանրակերտը ստեղծելու ուղղությամբ ինչ ենք անում։ Դրանք արդեն հաջորդ թողարկումների ժամանակ։ Այսօր այսքան էր, հիշեցնեմ, որ այս ամենի մանրամասն բացատրությունները տեսանյութով ամեն բաժին մասին առանձին դուք կարող եք գտնել Facebook-յան ազգային վերելքի ուղի խմբում։ Այսօր այսքանն էր, մինչ նոր հանդիպում։